Маршал. Giving you more hit music. Маршал FM. Marshall Blog. Եղեք տեղեկացված եւ ստացեք ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, եթերում Marshall Blog-ն է, ես Վարդուհի Տոնոյանն եմ, հուսով եմ ունեք լավ եւ դրական տրամադրություն, որովհետեւ այսօր շատ կարեւոր թեմայի մասին ենք նորից խոսելու, մեզանից անբաժան թեմայի մասին ենք խոսելու ենք տեխնոլոգիական աշխարհի ամենաակտիվ ոլորտներից մեկի, բջջային տեխնիկայի եւ շուկայի մասին։ Այս ոլորտը օրեցօր զարգանում է, առաջարկելով նոր սարքեր, նոր հնարավորություններ եւ նոր մարտահրավերներ, ինչպես բիզնեսների, այնպես էլ հաճախորդների համար։ Մեր հյուրն է Երևան Mobile սրահների ցանցի իրավախորհրդատու Հակոբ Գասպարյանը։ Նրա հետ խոսելու ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում վստահությունը բրենդի եւ հաճախորդի միջև, ինչ իրավական նրբություններ կան տեխնիկայի վաճառքի եւ երաշխիքային սպասարկման ոլորտում եւ ինչպես նաեւ ինչ է նշանակում աշխատել ընկերությունում, որ այսօր ունի մի քանի մասնաճյուղ մայրաքաղաքում եւ հանդիսանում է բազմաթիվ տեխնոլոգիական ապրանքանիշերի վստահելի գործընկեր։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես եք Հակոբ։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Ուզում ենք հենց ամենասկզբից խոսենք ձևավորման մասին Երևան Mobile-ի եւ գաղափարի, որտեղից սկսվեց այն։ Երևան Mobile ընկերությունը ձևավորվել է դեռևս 2000 Wagner ընկերությունը ձևավորվել է դեռևս 2020 թվականին, բայց իր գործունեությունը ծավալել է շատ ավելի վաղ, քան 2020 թվականը։ Ընդհանուր սպասարկման ոլորտում մեր հաջողությունները հանգեցրել են մեզ նրան, որ մենք վայելում ենք մեր հիմա մեծ սպառողների վստահությունը, առաջնորդվում ենք բացառապես բարեխիղճության, քաղաքացիների եւ սպառողների մեր հասարակության հանդեպ բարեխիղճ եւ ճիշտ սպասարկում իրականացնելու գաղափարախոսությամբ։ Խնդրեմ։ Հիմքը ստեղծվել է շուկան գնալով, քանի որ զարգանում էր եւ բնականաբար գերժամանակակից տեխնոլոգիան տարեցտարի նոր անակնկալներ է մատուցում ամբողջ աշխարհին, ուստի Հայաստանը նույնպես, քանի որ փորձում է հետ չմնալ որևէ իրադարձություններից, զարգացումներից, Երևան Mobile ընկերությունը կարողացավ այդ մեծ շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնել եւ գործընկերային հարաբերությունների մեջ լինել միջազգային առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների հետ։ Շատ լավ, այսօր Երևան Mobile-ը ունի մի քանի սրահ Երևանում, 7-ն են։ 7-ը բացվելու են նոր, կարծես թե։ 7-ը սպասում են քաղաքագնդիում։ Ինչպես հասակ այդ ցանցային զարգացմանը։ Ցանցային զարգացումը եղել է հենց հիմքը, ես պատահական չէր, որ սկիզբը տվեց հենց սպառողների վստահության վրա, որովհետև այսպես ասենք, եթե հիմա հիմքը շատ ակտուալ դարձած հիմքերից մեկն է դարձել մարքեթինգային տարբեր մոտեցումները, չէ՞, բիզնեսը զարգացնելու, բրենդը առաջ բերելու, հայտնի դարձնելու, սակայն դրան զուգահեռ մենք ընդունել ենք, հետ չենք մնացել նույնպես այդ դաշտում, սակայն մեր հիմքը միշտ եղել է արդարացնել սպառողների սպասելիքը եւ չենք բավարարվել միայն վաճառքով, այսինքն չի կատարվել վաճառք ու դա համարվել հաջողություն։ Հաջողությունը հասել է այն գաղափարախոսությամբ, երբ մեր սպառողը ապրանքը վերցնելուց հետո, կարճ ժամանակ հետո իր ընկերոջ իր մտերիմին ուղարկել մեզ մոտ, քանի որ արդեն հավաստացել է, որ այստեղ կա պրոֆեսիոնալ սպասարկում, երաշխիքային սպասարկումը ֆիկտիվ կամ որևէ ֆիկտիվ բնույթ չի կրում, այսինքն այստեղ մասնակիցները ռեալ կարում են բավարարեն սպառողների սպասելիքները եւ խնդրահարույց ապրանքների կամ ինչ-որ խնդիրների առաջացման դեպքում տրվում է համապատասխան ընթացք շարունակություն եւ հարցը ինչքան է շահերի բախում հնարավոր է այս ոլորտում լինի, հիմքը միշտ լինում է սպառողի գոհ եւ գնահատված լինելը սպառողի կողմից։ Ուզում եմ խոսենք նաեւ տեսականի մասին, որովհետեւ տեսականին բազմազան է, թե սմարթֆոններ, գadgetներ, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկա նույնպես առաջարկում եք։ Խոսենք մի փոքր նաեւ տեսականի մասին։
Տեսականին գնալով, ինչպես նշեցի, տեխնոլոգիան միջազգային հարթակում տարեց տարի նորանակ ընկաններ է մատուցում իր սպառողների, գնորդների համար։ Մենք առաջնորդվելով այդ կարգախոսով, այսպես ասած, չենք բավարարվել մենակ հեռախոսների, նոթբուքների, պլանշետների, առաջատար պրոդուկտների, այլ նաև կոնկրետ կենցաղային պարագաների հարցում նույնպես, օրինակ ռոբոտ փոշեկուլները, որոնք որ շատ հայտնի են այսօր դարձել, մենք այդ ապրանքատեսակներից գեր արդի տարբերակով ունենք, առկայությունը միշտ ապահովում ենք, որոնք որ մեծ պահանջարկ են գնալով ներկայացնում իրենցից մեր հասարակության համար նկատելի է դառնում, որ այն միջոցները, որոնք կենցաղը շատ ավելի թեթևացնում են ու հեշտ են դարձնում, գնալով մեր հասարակությունը գնում է դրանց վրա ու ցանկանում է ավելի կյանքը դարձնել կենցաղը հեշտ ու ավելի կարողանալ կազմակերպել քիչ գործողություն ֆիզիկական անձը որպես այդպեսին քիչ գործողություն կատարի, սակայն ինչը որ անհրաժեշտ է կենցաղին պետք է ապահովել ու հենց տեխնիկան այն լավագույն միջոցներից է, որը դա կարողանում է ապահովել։ Այս ընթացքում մինչ հաղորդումը սկսել է, իհարկե խոսում էինք մրցակցության մասին, ուզում եմ խոսենք թե տեխնոլոգիական ոլորտում հաճախ այս մրցակցությունը շատ մեծ է, ինչպես եք պահում ձեր տեղը շուկայում։ Շուկայում մենք մեր սպառողների համար հայտնի ենք որպես գուցե կկրկնվեմ, բայց էլի սպառողների մենք վայելում ենք մեր սպառողների վստահությունը, ինչի համար, որովհետև տիրապետելով օրենսդրական բոլոր կարգավորումներին կամ պրակտիկային, իրավակ իրար պրակտիկային մենք միշտ առաջնորդվել ենք սպառողի լավ բարձր գնահատվանքի վրա, քանի որ խնդրահարույց հարցեր անխուսափելի են գրեթե այս ոլորտում, ներմուծումներ են կատարվում երկրից երկիրներ, բնական է, որ շատ խնդիրներ, որոնք որ գործարանային են անգամ եւ կախված չեն հենց մեզնից, մենք կարող ենք բախվել նմանատիպ խնդիրների հետ։ Շահերի բախումը թույլ չենք տալիս հասնի նրան, որպեսզի մեր սպառողը մեզնից վրդովված կամ դժգոհ գնա։ Կարծում եմ առաջնահերթ հենց դա կա լենտ գծել ընդհանուր մրցակցության դաշտում, ինչպես են կարողանում մեր դիրքերը, այսպես ասած, չթուլացնել ու շատ ավելի մեծ ձեռքբերումների գնալ։ Հետադարձ կապ կա հաճախորդների հետ, իրենք առաջարկում են, որ օրինակ սա չկա խանութում, ցանկանայինք, որ ձեր խանութում սա լիներ, եւ ամենաշատը ինչն է գրավում խանութում հաճախորդներին, ինչն է այսօր ամենաշատը վաճառվում։ Իհարկե, այո, մենք մեր սպառողներին միշտ լսում ենք։ Մեր սպառողների խոսքը մեզ համար կարևոր է, որովհետև հենց իրենք են այն սուբյեկտները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք մեր բիզնեսում նորանոր հաջողություններ գրանցել։ Ինչը կախված է սպառողների կարծիքի, ասենց այսպես կարելի ասել, որ դա արդեն պրակտիկա է ձևավորված, որ չասեմ մեր հաճախորդները, սակայն գնորդներ այն մարդիկ հասարակության ներկայացուցիչները այնպիսի հարցեր են բարձրացնում շատ հաճախ ոլորտի վերաբերյալ, որոնք որ հասկանալի են դառնում մեզ, որ մրցակցության դաշտում մենք շատ ավելի գերազանցել ենք մնացած մեր գործընկերներին, քանի որ այդ հարցերը մենք մեր մասնագիտական տեսլականում շատ ավելի ակնհայտ է, թե մարդիկ ինչ սպառողները, գնորդները ինչ խնդիրների են բախվում սպառող, վաճառող հարաբերություններում։ Ուստի դա մեզ թույլ է տալիս գերազանցել ավելի մեր ընդհանուր մրցակցության դաշտում, գերազանցել մեր գործընկերներին, իհարկե ամենայն հարգանքով, սակայն այն խնդիրները, որոնք որ ծագում են շատ հաճախ, որոնք մեզ կարող են վերաբերելի լինել, հենց այդ փոքր, միջին, ինչ որտեղ նաև մեծ գործընկերների, բացերի ու թերությունների հետևանքով են լինում։ Երևան Մոբայլի թիմը շատ ակտիվ է նաև Instagram-յան հարթակում, որքանով է սոցիալական մեդիան այսօր օգնում օնլայն վաճառքներին, որովհետև գաղտնիք չէ, որ օնլայն վաճառքները կարծես թե շատ մեծ աճ են գրանցել այսօր։ Այդպես էլ կա սոցհարթակներում մենք նույնպես մեծ ակտիվություն ենք գրանցել,
թե մարքեթինգային թե SMM ինչ-որ եթե այդպես դիտարկենք, այդ հարթակը մեր արդի կյանքում դա գրեթե անհնար է դարձել ունենալ մեծ բիզնես, նման առավել ևս նման ոլորտում ու չունենալ կայուն ու լավ սոցցանցերի թե ակտիվությունը պահել եւ այլն։ Մենք անգամ նաեւ մեր կայքի տարբերակը շատ հասանելի է մարդկանց համար, սպառողների համար, անմիջապես վճարել հենց կայքի տարբերակով ու առաքումը ամբողջ Հայաստանի տարածքում նույն օրը հասնում է սպառողի գնորդ։ Որոնք են այսօր առավել պահանջված ապրանքատեսակները Երևան Mobile-ում։ Կարելի ասել է Apple product-ը երբեք իր դերը չի զիջում, կարելի է այդպես առանձնացնել, սակայն ավելի արդար կլինի ասել, որ համապատասխան տվյալ մարդուն, տվյալ գնորդին, այսինքն դա նույնպես երևի հետ անցում հին թեմային, դա նույնպես պրակտիկայում շատ կրկնվող խնդիր է, երբ որ մարդիկ ցանկանում են ինչ-որ X ապրանքանիշը, իրենց դա է անհրաժեշտ, դա է իրենց պատկերացումները, իսկ վաճառող խորհրդատուն ուղղորդում է մի այլ կողմ, շեղում է բնական, այսինքն այն ինչը որ անհրաժեշտ էր, ինքը ստանում է այն ինչը որ ինքը չէր ակնկալում ու չէր ուզում։ Երևան Mobile ընկերության աշխատակիցների բարեխիղճ խորհրդատուների արդյունքով մարդիկ ստանում են անգամ այն հարցերի պատասխաններ, որոնք իրենք ունեին իրականում, բայց չեն կարողանում ճիշտ առաջնորդվել, ուղղորդվել, թե ինչ է իրենց պետք։ Այսինքն իր պահանջներին շատ պետք է համապատասխանեն ապրանքանիշը ինքը պետք է գնի։ Քանի որ դեռ ճիշտ է նոյեմբեր ամիսն է, բայց աչքերներս բաց ենք փակենք, արդեն ամանոր է գալիս եւ գուցե կան մարդիկ, ովքեր որ արդեն մտածում են ամանորյա նվերների մասին, արդյոք ակցիաներ կամ ինչ-որ զեղչեր լինելու են Երևան Mobile-ում նախատոնական այդ Երուսերի նախաշեմի։ Հա, պարտադիր դա կլինի, սակայն ուզում եմ մեջ բերել, որ դա որպես կանոն այս պահի դրությամբ կցանկանամ անակնկալն, որովհետև շատ ավելի մեծ մեր ակցիաները միշտ հիմնված են ոչ թե տոների միայն չեն լինում։ Նախ ոչ միայն համ տոներին չեն լինում, դրանից զատ պետքա տարբերել իրական ակցիան ու տեսական ակցիան, այսինքն այն ակցիան, որոնք որ իմիտացիա են ստեղծվում գնորդի համար, որ ինքը ակցիայի օգտվում է, բայց փաստացի ինքը չի օգտվում այդ ակցիայից, օգտվում է տվյալ խանութ սրահը, քանի որ իրեն վաճառվում է սպառողին փաստացի մեկ ապրանքանիշ, ունենում է նվերներ, սակայն այդ նվերների թե գները, թե ինքնարժեքները, քանի որ հայտնի չեն սպառողին, ուստի ինքը դրանից գայթակղելով գնում է դրան, բայց իրականում դա այդպես չէ։ Խորհուրդ կտամ ընդհանրապես մեր հասարակությանը, որպեսզի ընտրեն նախ այն խանութ սրահը, այն ընկերությանը, կազմակերպությանը, ովքեր որ իրատեսական են համարում ակցիա ասվածը, որովհետև ակցիով չի կարելի մոլորեցնել, իրավական դաշտ չտանեն, բայց մոլորեցնել չի կարելի սպառողին ու ակցիաներ ձևակերպել այնպես, որ մարդ մոլորված, այսպես ասած, կարելի ասել, ընտրի այն, ինչը որ իրեն պետք չէր, կամ ընտրի այն ակցիան, որով ինքը այդքան էլ շահող դուրս չի գալիս։ Մենք ավելի շատ հակված ենք իրական ակցիաների վրա, որոնք որ միանշանակ նախաշեմին ամանորի կլինեն։ Շատ լավ, հետևելով Երևան Mobile-ը կարծես թե Instagram-յան էջին ամեն ինչ բարձ կլինի, ես կտեսնեմ մեր հետևորդները եւ ռադիո լսողները նույնպես։ Հետաքրքիր նաեւ դժվարությունների մասին մի փոքր ուզում եմ խոսենք, որովհետեւ յուրաքանչյուր բիզնեսում լինում են այդ դժվարությունները։ Հետաքրքիր է եղել են արդյոք ինչ որ դժվար խնդիրներ, եղել են դժվար պահեր, եղել են ինչ որ խնդիրներ, որոնք կարողացել եք շատ ճիշտ լավ թիմի օգնությամբ լուծել։ Այո, իհարկե ունեցել ենք այդ խնդիրները, զերծ չեն, որ կարծում եմ ոչ մեկ այդ խնդիրներից, իսկ եթե հասնում ես մեծ հաջողությունների, դա կարող է նշանակել, որ դուք շատ ավելի մեծ խնդիրներ ես բախվել ու կարողացել ես հաղթահարել այդ խնդիրները ձեր նշած միասնական թմի գրագիտության, պրոֆեսիոնալության շնորհիվ։ Այս դաշտը շատ համակցված է նաև հենց իրավական դաշտի հետ, որովհետև այստեղ կան փաստաթղթեր, երաշխիքի կտրոնը, հանձնման ընդունման ակտը, որ առաքման տարբերակով տրվում է սպառողին, որ ստացավ ինքը պատշաճ որակով, բոլոր բաղադրիչները, որը պետք է լինեին ապրանքի հետ արկային, այդ ամենը նախ ապահովում է վաճառող, սպառող հարաբերությունները։
ունենում է ուժ, իրավական ուժ ունենում այդ փաստաթղթերը, որոնք որ շատ ավելի կայուն են դարձնում այդ ընդհանուր դաշտը, հարաբերությունների դաշտը։ Ուստի կարելի ասել, որ այն դժվարությունները, որոնք որ մենք անցել ենք ու կարողացել ենք հաղթահարել, այո, դա հենց միասնական թիմի գրագետ աշխատելավոճի ու պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք։ Իսկ ինչ պլաններ ունեք մոտ ապագայում, ինչ է սպասվում Երևան Մոբայլի հաճախորդներին։ Գուցե էքսկլյուզիվ ինչ-որ բաներ կան, որոնք կուզենաք այս պահին ներկայացնել եւ խոսել դրանց մասին։ Չնշեմ հստակ ամսաթիվ, կարճ ժամանակ հետո, մոտ ժամանակներում մենք կբացենք նաեւ Գյումրիում մեր մյուս մասնաճյուղը։ Գյումրիում չկա, սա առաջինն է։ Գյումրիում առաջինն է։ Մենք ունենք Քաղաքվանացորում, Տիգրան Մեծ 53 հասցեում, Գյումրի Ռիշկով փողոց 2/1 հասցեում մենք արդեն կունենանք մեր նոր խանութ սրահը եւ մեր գյումրեցիները կօգտվեն հաստատ մեր լավ սպասարկումից ու կունենան արդեն վստահված իրենց տեղը, որտեղ իրենք պետք է հաճախեն։ Իսկ ինչպես եք պատկերացնում Երևան Մոբայլը 5 տարի անց։ 5 տարի անց, նախ կցանկանամ 5 տարի հետո կընդգծեմ, որ կցանկանամ 5 տարի հետո Երևան Մոբայլը կարծում եմ շատ կարևոր է նախ կարողանալ պահպանել այն հաջողությունները, ինչը դու ունես, վարկանիշը, գործարար համբավի բարձր կարգավիճակը, որը որ ըստ իս դա ամենաբարդ հարցն է։ Իսկ 5 տարի հետո մենք մեր նպատակներից է ունենալ այն տեխնիկան, որը կա աշխարհում, որը հասանելի կլինի մեր հասարակության համար եւ գեթ մեկ ապրանքատեսակ թող չլինի, որ մենք 5 տարի հետո մեր սպառողին չկարողանանք տրամադրել։ Հույս ունենանք, որ 5 տարի անց երբ հանդիպենք, այս ամենը իրագործած կլինեք եւ դուք աշխատելով այս ոլորտում, ինչն է ձեզ ամենաշատը ոգեշնչում։ Ոգեշնչում է գոհ մեր հաճախորդների վերաբերմունքը, մոտեցումը, հաճախականությունը գործարքների, որովհետև անկախ բիզնեսից դա շատ կարևոր եմ համարում, երբ որ դու քո հասարակությանը մատուցում ես ծառայություն, սպասարկման ոլորտը գնալով բարելավում է ու դու ուղղակի օգտակար ես լինում քո քաղաքացիներին, քո հասարակությանը, դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Այսօր Մարշալ բլոգում հյուրընկալել էինք Երևան Մոբայլ ընկերության իրավախորհրդատու Հակոբ Գասպարյանին։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Զրույցը մեզ հիշեցրեց, որ տեխնոլոգիական բիզնեսի հաջողությունը կախված է ոչ միայն նոր մոդելներից ու գովազդից, այլև ճիշտ իրավական մոտեցումներից, վստահելի թիմից եւ հաճախորդի նկատմամբ պատասխանատվությունից։ Թողարկման ընթացքում մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչպես է Երևան Մոբայլը կառուցում իր վստահելի բրենդային կերպարը եւ ինչ սկզբունքներով է աշխատում, ապահովելով որակյալ եւ օրինական սպասարկում։ Ձեզ կսպասենք նորից մեր տաղավարում եւ կխոսենք ձեր նոր հաջողություններից արդեն։ Շնորհակալ եմ սիրելի ռադիո լսողներ, որ ինձ հետ եք եղեք տեղեկացված, մտածեք խելացի եւ ընտրեք վստահելի։ Հաջորդ հանդիպմանը կհանդիպենք նոր թեմայով եւ նոր ոգեշնչող զրուցակիցով։ Մինչ այդ լսեք, դիտեք եւ կիսվեք Մարշալ բլոգով։ Լավ եղեք, կհանդիպենք։